Բարև ձեզ, այսօր սկսում ենք շատ հետաքրքիր թեմա քննարկելու, ինչու եմ ասում հետաքրքիր, որ ինչ-որ ձևով բերելու եմ կապելու Լևոնի գրած վերլուծական հոդվածի հետ, բայց ինքը դեռ չգիտի ինչպես եմ բերելու կապեմ, մեր հիմնական թեման, որ որոշել էինք խոսել Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի գրված գիրքներ, որի համար, եթե չեմ սխալվում, մի քանի մրցանակներ ստացան, Why Nations Fail, և ինչա հիմնական իմաստը, ինչու են ազգերը ձախողվում, բայց ինձ թվում է հայերեն թարգմանությունը կա, բայց սխալ թարգմանություն է, որովհետև ազգերը չեն ձախողվում, ազգերը դժվար ձախողվեն, եթե չհաշվենք կոկործանված կամ դեռ չստացված պետության ազգերի մասին քրդերը, հա դա այսինքն խաբեությունը դրան չենք անդրադառնում, որ Nations-ը ինքը իրականում պետությունները ինչու են լինում, եւ հիմնական միտքը գրքի նա է, որ պետությունները ձախողվում են ոչ թե իրենց էթնիկական ծագման, ոչ թե իրենց տարածաշրջանի դիրքի, ոչ թե իրենց ռեսուրսների պատճառով, դրան էլ կքննարկենք, որ կհասկանանք ինչ է, այլ ձախողվում են միայն եւ միայն իրենց քաղաքական եւ տնտեսական սխալ քաղաքականության պատճառով։ Հիմա ինչի կքննարկենք, որովհետեւ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի ռեսուրսներով երկրներ գոյություն ունեն, որ ձախողվել են, բայց այսպես ասած ճակերտավոր ձախողումը իրենք իրենցով տեղի չի ունենում, ինչ որ որոշակի ուժեր կան, որոնք նպաստում են այդ ձախողմանը, եւ վերադառնալով քո վերլուծական հոդվածին, որը ես գտնում եմ չափազանց կարևոր է ժամանակներում հասկանալու համար, թե ինչ է կատարվում ընդհանուր տարածաշրջանում եւ ինչ է կատարվում բուն Հայաստանում։ Եթե մենք հակառակ կողմից նայենք, ասենք ոչ երկրները, հարուստ երկրները չեն կարող ձախողվել, ռեսուրսային հարուստ երկրները կամ տարածաշրջանում մի քանի հարևան ունեցող կամ օվկիանոսին ու ծովերին որոշակի նավատորմ ունեցող կամ իրենց առանձին ինքնաբավ երկրները չեն կարող ձախողվել, բայց Սիրիայի, Լիբիայի, բայց փաստացի ձախողվում են եւ այդ հարցով իրենք ճիշտ են դուրս գալի, Աճեմօղլուն եւ Ռոբինսոնը, սակայն վերադառնում նրանք, թե ինչու համար ձախողվեց հենց նույն Սիրիան, ինչու համար ձախողվեց նույն Լիբիան, ինչու համար ձախողվեց Իրաքը ու ինչու համար են փորձում ձախողել Իրանին։ Ու արդյոք Հայաստանը իր վրա այդ վտանգները չունի դառնալու ձախողված երկիր կամ պետություն, ու ինչ կարող ենք անել որպես ազգ, որպես պետություն այդ ձախողումը թույլ չտալու համար։ Ու արդյոք մեր ուժերից վեր չէ դիմադրելը, թե հնարավորություններ կան, որովհետև պետություններ կան, որ եզրագծին են եղել ու դուրս են եկել այդ վիճակից։ Արի սկսենք քննարկումը, հիմա ու վերադառնանք քո վերլուծական հոդվածին, կամ չվերադառնանք, սկսենք քո վերլուծական հոդվածից։ Իսկ թվում է գնանք։ Նախ գիտես ինչն է հետաքրքիր, այդ գրքում դե հա իրանք այսպես ասած նշում են, հիմնական պատճառը քաղաքական եւ տնտեսական այսպես ինստիտուտների չկայացվածությունն է կամ սխալ կառավարումը, ներկայացնում են երկու պետական ֆորմաներ, այսպես ասած, միտեղ որ մի դեպքում այսպես ասած իշխանությունը էլիտան ամեն ռեսուրսները կենտրոնացնում է իրենց ձեռքում, փակում է համակարգը, թույլ չի տալիս որ ինովացիաներ, համարելով որ դա վտանգ է իշխանությանը հենց այսպես բուն իրենց գոյությանը, եւ մյուսը ինչ որ առումով բաց այսպես պետություններ, ովքեր խթանում են դա։ Մյուս առումով կարելի է որպես թիվ 1 երկիր ինձ թվում է այդ առումով ԱՄՆ-ն է, կարելի է նշել Իսրայելին, Ճապոնիան, Գերմանիան, ովքեր նորարարական ինովացիաների հայրերից են կարելի ասել։ Բայց գիտես ամենահետաքրքիրը որն է, ես քեզ օգնեմ, քանի որ դու որոշեցիր կապել այդ գիրքը իմ գրած նյութի հետ, գիրքը քննադատվել է որոշակի պարզություն ունենալու համար եւ արտաքին ուժերի գործոնը հաշվի չառնելու համար։ Այսինքն գրքում ողջ այդ համեմատությունը տարվում էր պետական տնտեսական ինստիտուտների ու կառավարման մոդելների մեջ։ Եթե ավելի պատկերավոր ասենք, այսինքն գրքում վերլուծվում էր մի պետություն, որը լուսնի վրա է։ Տիեզերքում, այսպես ասենք, ոչ մի հարևան չունի, ոչ մի արտաքին ուժ աշխարհաքաղաքական կենտրոն, որ այդ պետության վրա ազդելու ցանկություն ունի, այդ գործոնները հանված էին։ Ինքը դա խոցելի է լաբորատոր պայմաններում ստեղծված։ Մոտավորապես, իսկ մեր իմացած երկու պետություններից ոչ մեկը այդ պայմաններում չի ապրում։
անգամ չգիտեմ Ավստրալիայում կամ ինչ-որ տենց օկեանեայում այդ փոքրիկ անգամ կարող են իրանք որոնք որ օվկիանոսներով են։ Բայց ենթադրում եմ որ այնտեղ էլ ինչ-որ աշխարհական հարևանների հետ գուցե ինչ-որ 1-2 կղզի կամ հարևաններին էլ չէ, տրանսպորտային հանգույցների հետ առողջություն ինչ-որ որոշեք ունենա, որը հա մենք այդքան թեմայի մեջ այսպես մանրամասն չգիտենք, բայց ամեն դեպքում հենց Աջեմօղլու եւ Ջեյմս Ռոբինսոնի գիրքը քննադատում էր առաջին հերթին արտաքին գործոնները հաշվի չառնելու համար։ Այնտեղ մի բան էլ կա, շատ բարբերություն էլ կա հետաքրքիր, որը որ նշում է, որ երբ որ պետությունները կառավարման համակարգը կենտրոնացվում է, ու այդ կենտրոնացումը կարող է փլուզման բան դառնալ, պատճառ դառնալ, այսինքն պետք է պետական ինստիտուտները ապակենտրոնացվեն, մի օրինակ որ ասեմ, եթե մի մարդն է որոշում պարգևավճարները ու ամբողջ համակարգին աշխատակիցներին համահավասար պարգևավճար է տալիս առանց առանձնացնելու մարդկանց աշխատանքի արդյունավետությունը արդեն դրանով սկսում է բանը անարդարության զգացողությունը համակարգի մեջ, որ այդ բոլոր մարդիկ մարտնացնում է, որ մի մարդուց են կախված ու իրենք փոխտվողն է ինքը, ոչ թե համակարգն է ստեղծում իր մեջից արժանավորներին, այլ այդ մի մարդուց կախվածություններ, այսինքն կիսաստվածներ ու փլուզումը տեղից է սկսում։ Հիմա եթե մենք վերադառնանք արտաքին ֆակտորը մի պահ մոռանանք, վերցնենք նույն ներքին ֆակտորին, այդքան էլ լավ չի պետության կողմից, որ մի մարդու վրա է, որ պետությունը ես եմ, կառավարությունը ես եմ, ցեղասպանության թանգարանը ես եմ, կամ մնացած բոլոր ամեն ինչը ես եմ, կտվորուհին ես եմ, այդ բանը լրատվական ամբողջ դաշտը պահողը ես եմ, այդ որ մի վար թմբուկ խփողը ես եմ, եթե ամբողջ լրատվական դաշտը քո վրա է կենտրոնացնում, ինքը շատ հեշտ փլուզվող գործոն է ու տեղից էլ է սկսում պետության փլուզումը, որովհետև պետության որևէ ինստիտուտ ինքը չի աշխատում։ Եթե վերադառնանք Հայաստանին ու հստակ խոսենք Հայաստանի մասին, ես կուզեմ քեզանից լսել, թե Հայաստանում արդյոք պետական ինստիտուտները աշխատում են, թե չեն աշխատում, ու արի հերթով քո նշած վերլուծության նյութերից չբան չանենք, այլ մեջտեղի հենց այն պունկտը վերցնենք, որտեղ որ դու գրում ես, որ ինչ կլիներ թշնամու գործունեությունը, ինչ առաջադրանքներ կդրվեին թշնամական երկրի հատուկ ծառայությունների կամ ուժայինների վրա, որպեսզի իրենց այսպես ասած թշնամական արի չձևակերպենք, իրենց տնտեսական եւ քաղաքական շահերի խանգարող որևէ երկրում ինչ որ process-ներ անելու համար։ Ու առաջի պունկտը, որ նշել էի, որ մինչև 44 օրը պետական ինստիտուտների արժեզրկումն էր, այսինքն որ բանակի արժեզրկումը, հատուկ ծառայությունների արժեզրկումը, հերոսների ինստիտուտի արժեզրկումը, նույն մտավորականության ու հերթականության, որ դու գալիս ես, շատ հետաքրքիր մի բանի վրա ես գալիս, այսինքն դու գեղեցիկ ձևի, որ նշեցիր այդ Տաուշյան պատերազմը, հիմա այսպես ասած հերոս համարտը, որ 100 հոգու մեդալ են տալիս, որովհետև մի դիրքի համար։ Դրանով ինքը կարող է թվա, որ որևէ նշանակություն չի կարող ունենալ, բայց դա հերոսի ինստիտուտը են մարդիկ, որոնք որ տասնյակ տարիներ պայքարել են կամ իրենց կյանք են զոհաբերել, իրենք հերոս չեն դառնում, մի հատ դիրքի համար հերոսացվում է, դրանով ինքը դրանով իսկ ստվերագծում մեր առաջին Արցախյան պատերազմի վրա, նույն այդ հերոսի չհերոսի կոչման վրա, կամ նույն գեներալիտետին եթե վերցնում ենք արժեզրկելը, հիմա մենք շատ լավ գիտենք, որ մեր գեներալները սրբեր չեն եղել, բայց նույն Մանվելի Տուշոնկա օպերացիան արդյոք այլ պետություններում տենց բան կանեին, նույնիսկ եթե հայտնաբերելու դեպքով, ես չեմ ասում ծածկադմփոց անես, բայց այդ акցենտով էլի թող դատվեր, բայց որ հետո էլ հայտարարություն այր, որ հետո էլ պարզվեց, որ այդպիսի բան չի եղել, այսինքն այդ Տուշոնկա օպերացիան ինքն իրանով ինչ է այդ արժեզրկել, որ քո բոլոր բանակի գեներալները, որոնք ազգային հերոսները, ազատագրածները, իրենք այդ Տուշոնկայի կլասի մարդիկ են։ Էլի կարող է դատել կոռուպցիայով, ինչ որ ձևով կամ բանով, բայց եթե դու մարդուն կպցնում ես էժանագին բաներ, այսինքն դու էդի իմ կարծիքով դու այդտեղ 100% ճիշտ ես լավ կետին էիր խփել, որ այստեղ ոչ թե մարդուն կոռուպցիայի դատելն են, այլ հենց բուն ինստիտուտը ոչինչ արժեզրկել է։ Ես թեման շարունակեմ, անգամ եթե մենք համարենք, որ Մանվել Գրիգորյանը
իրենց քաղաքական ընդդիմախոս ա եղել, այսպես նախկիների իշխանության ժամանակ այդ բաների, հա, այսպես կարիերային որոշակի ինչ-որ պաշտոններ զբաղեցրել, երկրապահում ա եղել, պատգամավոր ա եղել եւ այլն։ Բայց եթե նո անուններ ենք տալիս, մեկ ուրիշ մարդու անուններ արի տանք, Անդրանիկ Փիլոյանի մասին ա խոսքը։ Այո։ Տես, ինքը նո կադրային զինվորական ա եղել, եթե կարող է սխալ հիշեմ, Նիկոլ Փաշինյանի ժամանակ ա գեներալ ստացել, թե չէ, կարծեմ ավելի շուտ ա ստացել, բայց ամեն դեպքում պատերազմի օրերի ընթացքում հոկտեմբեր ամսին ինքը ստանում է ազգային հերոսի կոչում։ Նախ ինձ թվում է դա նոնսենս է, որ պարտված բանակում լինի ազգային հերոս։ Ինքը տալիս է ու հետո հետևենք չա։ Մենք ինքը չէ, մյուս Գերամել Մանուկյան ստացավ։ Տիրանն էր Գերամն է կարծեմ, որ Գերամը չէ, Գերամ Մանուկյանի եղբայրը։ Դավիթ Մանուկյան, որ ինքն է կարծեմ արդեն Հայաստանի չի, ինքը Արցախի ստացել։ Արցախում ավելի շատ են ստանում, լավ Արցախում այսպես է թեժկետներ ինչ որտեղ փորձենք հասկանալ, բայց Հայաստանում դեռ պատերազմի ընթացքի մեջ է, դու պատերազմի արդյունքը չգիտես, ընդ որում մենք դա հասկանում ենք, որ հոկտեմբեր ամսին արդեն զեկուցվում էր, որ իրավիճակը լավ չի։ Բայց մի քիչ կարող է հետը չհամաձայնեմ, կարող է ուզում են քաջալերեին այդ մարդկանց։ Հա, բայց ազգային հերոսի կոչումը, գիտես ոնց, այսինքն կոմոդ Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանն են եղել առաջին, այսպես ասած, կամ Թաթուլ Կրպեյանը, Գեղազնիկ Միքայելյանը, այդ մարդիկ են եղել առաջին Արցախյան պատերազմի հերոսներ, ու երկրորդ Արցախյան պատերազմում դու հələ դեռ պատերազմի ընթացս տալիս ես հերոսի կոչում, ընդ որում ըստ տարբեր խոսակցությունների ձախողված օպերացիայի համար։ Այդ Ջաբրայելի Լելեթեփեի Դա մի բան է, բայց հետո դրա շարունակությունն են գալիս, մենք երկար են գալիս, դա շարունակություն են գալիս։ Անցնում է ամիսներ, այդ մարդը դառնում է արտակարգ իրավիճակների նախարար ու դատվում է գազի կաթսայի տեսքով կաշառք ստանալու համար։ Սա ազգային հերոսի ինստիտուտի ոչնչացման երևի, չգիտեմ, ավելի լավ մտածել ուղղակի հնարավոր չէր։ Երևի ամենալավ պետք է որ մի հատ ինչ-որ ազգային հերոս փողոցում մարդ բռնաբարեր։ Այնտեղ նաև ես քեզ ուրիշ բան ասեմ, նաև փողոցից հեղափոխության անողներն էլ իրանք էլ եթե վերցնենք քո տրամաբանությունն եմ շարունակում, նույն Դավիթ Սանասարյանի օրինակը, որ էլի արդարացվեց հետո։ Հա, 8 տարի հետո արդարացվեց, մարդուն նույն հեղափոխություն սկսած անձը, որը որ ոչ ավելի պակաս ավանդուն էր հեղափոխության մեջ, քան թե Նիկոլ Փաշինյանը, բայց չգիտես, դա արդեն մի քիչ ուրիշ բան է, այսինքն արժեզրկվեց այն մարդը, որը որ փողոցից եկել էր, այսինքն ինքը կարանք մենք Ստալին Տրոցկի ասել, Տրոցկի կամ Անաստաֆերմայի, այո, Կամինը որ բոլորը բան են, ազգի դավաճաններ են պարզվում, հակահեղափոխականներ, նույն այդ մարդիկ, այսինքն նույն Նապոլեոնը որ նայում ենք, ինքը նույն եղբայրը, ու ինքը ինչ է արվում, այսինքն բոլոր ինստիտուտների քայքայման խնդիրն է, ոչ թե մի ինստիտուտի։ Դու որ ուզում ես պետությունը ոչնչացնես, հատուկ հանձնարարական են ստանում պետություն ոչնչացնելու համար, հանձնարարականի կատարումը ամենահիմնական, իմ կարծիքով ամենահիմնականը, չնայած դու քանի պունկտեր գրել 10 պունկտեր ստացել, չնայած մեծ կուսել կարելի ավելացնել։ Հիմա այդ բոլոր պունկտերից իմ համար ամենահիմնականը արժեզրկումն է, որ պետությունը, որ մարդը չիմանա ինչի համար է ինքը այս պետության քաղաքացի ու ինչի համար է ապրում, ինչ արժեքային համակարգի ոչնչացումն է բոլոր ինստիտուտներին եւ ամենավտանգավոր բանը, որ պատմության ոչնչացումն է, որ ինչ պետք է անի, եթե հանրական ստանա, որ պետությունը ոչնչացնելու։ Այսինքն մարդուն, որ դու պատմություն չունես, դու պատմություն չունես, դու կոնկրետ սահմաններ չունես, դու չգիտես որն է քո հայրենիքը ինչ է, այսինքն այդ արհեստական, այդ պատմական թե իրական հայրենիքը, այդ արհեստական դիսկուրսների կողմից, իմպերիաների կողմից քեզ պարտադրված սահմանները կամ որքան որոշվածը ինքը կամ ընդհանրապես Արցախյան պատերազմը KGB-ի կողմից ղեկավարվող, այսինքն կասկածը գցելը կամ ընդհանուր կոպետությունը երկնքից եկել է գլխիդ KGB-ն է ստեղծել, այդ մարդկանց այդ կասկածի ворթը դնելը, ինքը պետությունը սկսում է ներսից քայքայել, բայց դա ես չեմ կարծում, որ մեր ներսի ուժերն են, ու ես վստահ եմ, որ դրսի ուժերն էլ կա, որ դրսի ուժերի մասնակցությունը կա այս ամեն ինչում ու մնացած քո բաներով, կետերով, հերթով դու ապացուցում ես դա։ Մի քանի հատ մնացած կետերի մասին է խոսա, որ ավելի հետաքրքրի է, որ fail state-ի հաջորդ բաները, էտապները։ Իրականում, տես, այդ թեման ինչից նախ առաջացավ, այդ ինքնիշխանություն բառից։
առավոտի ծիրիկում բոլոր այդ բառը հնչեցնում են, բայց մենք գիտենք, չէ՞, ասում եմ, եթե մի սենյակում ինչ-որ մի թեմայի շուրջ շատ է խոսում, նշանակում է այո, դիմը բիզագին է, ասես առասկարակ ծուղ չի լինում։ Ու հատկապես երբ որ մենք քննարկում ենք, որ այդ հայ-ամերիկյան համաձայնագիրը, որ ստորագրվել էր արտգործնախարարի մակարդակով, 16 թե 17 անգամ ինքնիշխանություն բառը նշված։ Ինչի են 17 անգամ եթե ինքնիշխանությունը չի քննարկվում ամեն ինչ նորմալ է, ինչի ամեն երկրորդ տողում պետք դրա մասին նշել։ Այդ անբարոյականության մակարդակ, որ ասում եմ ես բարոյական եմ, ես բարոյական եմ։ Այդ անհատությունը մտքի մեջ դա պատտվում է։ Ենթագիտակցության մեջ ինքը պատտվում է, որ հնարավոր է որ մարդիկ կամ ես ազնիվ եմ, եթե մարդը շատ է կրկնում, ինչ ես եթե դու ազնիվ ես, հատեն քո քայլերով երևում է քո ազնվությունը։ Պետք է ամեն անգամ ամեն թղթի տակ բառով չես որոշում, արդեն ինքը փաստացի երևում է քո ազնվությունը կամ խաղաղության մասին խոսելով դու եթե խոսում ես խաղաղություն, եթե խաղաղություն լինի, դու այդքան խոսելու կարիք չունես, ինչի ես խաղաղությունը խոսում կամ արդյոք այդ մի տարվա զինադադարը կամ չկրակել է, դա արդյոք խաղաղությունա թե խաղաղություն չի։ Դա էլ այն շոր։ Իրականում այս մասով պետք է զուգահեռ ասել, որ 11 թվականն էլ է եղել բավականին խաղաղ, բավականին քիչ կրակոց սպասում ակնկալիք Զատիշը Պերեբուրեի, դու չես կարող իմանալ։ Մնացած պունկտերի մասին։ Մնացածը դե դες ընդհանուր կոնցեպտ է, ինքն ինքնիշխանությունը այդ 10 պունկտերը ինքնիշխանության բաղադրիչներն են, որ պետությունը համարվում ինքնիշխան։ Նա ով ասենք ունի ուժեղ բանակ եւ կարող է պաշտպանել սեփական տարածքները։ Նա ով ունի ուժեղ դիվանագիտություն եւ անվտանգային ճարտարապետություն, հա, կապ չունի թե որ անվտանգային ճարտարապետության մեջ, բայց ամեն դեպքում ինքը պաշտպանված է, գիտի որ ունի դաշնակիցներ։ Նրանք որտեղ հասարակության այդ բևեռացումը, ներքին թշնամանքը այդ մակարդակի վրա սևերի սպիտակների նախնիների ներկաների եւ այլն։ Կոնկրետ մեր դեպքում ես համապատասխան հասկացում եմ Իսրայելի Իռլանդիայի հետ, որովհետեւ այդ 3 եզակի ազգերն են, ովքեր բուն հայրենիքում ավելի քիչ մարդ ապրում, քան արտերկրում, այսինքն իրենք ունեն սփյուռքի գործոն, որը տեսականորեն կարող ավելի մեծ վճռորոշ դեր ունենա որոշակի հարցերում, քան հենց պետությունը ինքն իրենով։ Սփյուռքի հետ հարաբերությունները, քրիստոնեություն եւ եկեղեցի էլեմենտը, որովհետեւ մեծ հաշվով մենք եթե արևմտյան աշխարհում Եվրոպա ԱՄՆ-ում ներկայանում ենք, ո՞նց ենք ներկայանում, որ առաջին քրիստոնյա ազգ մշակութային այլ ինչ որ մի բան առանձնահատկություն, յուրահատկություն Մենք կարող Իտալիա կամ Վատիկանը Գրիգոր Նարեկացի ասես ճանաչեմ, բայց մեծ հաշվով դժվար ԱՄՆ-ում կամ Ռումինիայում կամ, չգիտեմ, Սերբիայում, Գերմանիայում իմանան թե ով է Գրիգոր Նարեկացին կամ դա որպես համարեն օ հայ ազգը։ Հետո գալիս է պատմական ինքնությունը, այն որ դու ասում ես թե ինչի պետքա մարդը մտածի, որ ինքը այս պետությունը Իրանն է, այս սահմանը որ իր մոտիվացիան պետքա լինի, չէ՞, որովհետև դες այս մասով ուզում եմ մի հատ հետաքրքիր բան նշեմ, շատերը նշում են, իմ կարծիքով իրավամբ նշում են, որ Ադրբեջանը 20 թվականի պատերազմից հետո ժողովրդից վերածվեց ազգի, այսինքն ձեռք բերեց քաղաքական ինքնություն։ Ու նաև ի հակադրություն դրան նշում են, որ մենք հակառակ կոչն, եթե մենք 90-ականներին էինք այդ արդեն դարձել ազգային հպարտությունը, ազգային ինքնասիրությունը։ Մենք հիմա իմ խորին համոզմամբ արդեն հետ ենք վերածվել ժողովրդի կամ առնվազն սահմանային կետում ենք։ Ու նաև այդ սիմվոլիկաների վերացումը հենց ես այդ եմ ասում, քանի շարունակվում է Արարատի այդ սիմվոլի վերացումը, ցեղասպանության սիմվոլի վերացումը, մեր պատմության խմբագրումը, մեր այդ նույն Արցախյան շարժումը, որ KGB-ի կամ սովետական միության կամ շո մեկ այլի կողմից մեր վզին գցած թոքեր, քանի այս թեզերը շրջանառվում են, իսկ գիտես այստեղ ինչ խնդիր կա, մեզ թվում է թե լավ դե մենք հիշում ենք, մեզ դրանով չեն խափում, բայց նոր սերունդ է ձևավորվում։ Երբ գնում են դպրոց, ու դպրոցում ենք պատմության դասագրքերում դա ենք կարդում։ Այս եթերը կամ նմանատիպ եթերներ կարող են նայեն 1000 երիտասարդ, բայց 100 հազարավոր երիտասարդներ դպրոցում այդ դասագիրքն են կարդալու։ Որ Ղարաբաղյան շարժումը ի սկզբանե սխալ էր, որ ցեղասպանությունը դեռ պետքա մի հատ հասկանանք, թե այդ հայերն են սադրել, մենք ինչ կարող ենք անել դրան հակադրել այդ օտար ուժերի դրսից եկող, հենց որ ասում են հիբրիդային պատերազմ, հենց էս է ի նկատի ունեն։ Ես իրականում հիբրիդային պատերազմը սա է։ Մնացած այդ հեքիաթները հիբրիդային պատերազմը, դա հիբրիդային պատերազմի երևի թիթեռնիկներն են, ծաղիկներն են։ Այնտեղ պարզեցված է հիբրիդային պատերազմը վերածած ընդհանուր տեղեկատվական պատերազմի, այսինքն fake news ինչ որ մի հատ ասենք, եթե մամուլը fake news-ը բուն հիբրիդային պատերազմը, այս ազգի ինքնության ոչնչացումը, որը որ գծվում է տարբեր կենտրոններում
ու հերթականությամբ նաև ու երկարաժամկետ ու հերթականությամբ սկսում են ոչնչացնել։ Հիմա Իրաքի պարագայում վերցնենք կամ բանի Սիրիայի, ինչքան էլ նշենք կամ Լիբիայի պարագայում դիկտատորական երկրներ են, բայց ինքը հերթականությամբ այդ դիկտատորական երկիրը վերեցին, հասցրեցին նրան, որ ներքին էթնիկական զտումներ, դրանից հետո այսինքն այդ տեղի ժողովուրդները ավելի լավ չեն սկսել ապրել։ Նույնը Իրանում, ինչքան էլ բանը այաթոլլաների իշխանությունն է, այդ ժողովուրդը վաղ եթե իշխանապողություն լինի, դա հələ հարցական է, իրենք ավելի լավ են ապրելու, թե վատ են ապրելու։ Վստահաբար նայելով Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Լիբանանի օրինակները պետք է հասկանան, որ որևէ նմանատիպ հիմա մեր մոտ հակառակ էֆեկտն է անում, այսինքն տեղի ունենում ու կարող է եկեք չմոռանանք, որ այդ բոլոր երկրները ինչ որ պահի եղել են արևմուտքի ամենասիրեցյալ երկրները եւ Իրաքն է օգտագործվել բանի դեմ, Իրանի դեմ եւ Իրանն է եղել Ամերիկայի ամենահարազատ դաշնակիցը եւ բանը Լիբիան է եղել Ֆրանսիայի եւ նույնիսկ ընտրությունների մասին, այսինքն ամբողջ եվրոպական ընտրությունները Լիբիայի փողերը ֆինանսավորում են կատարել ու հետո մեկ էլ մի պահի, այսինքն իրենք ստեղծում են ու մի պահի իմանալով այդ թուլությունները, դա հենց մեխանիզմը, որ դուք եք շատ արագ մի շաբաթում, երկու շաբաթում այդ երկրները քանդում են տեղում ու այդ ոչ այդտեղ բանը եկի արի համաձայնվենք Աջեմօղլուի հետ, այդտեղ ոչ նավթային ռեսուրսներ են անում, ոչ գազային, ոչ աշխարհական դիրքը, ոչ մի բան չի փրկում, որովհետև համակարգ չի ստեղծվել։ Okay, բայց այստեղ այդպես ինչն է հետաքրքիր, եթե անգամ պետությունը ֆիզիկապես ոչնչացնում են մեկ, չեմ ոչնչացնում, այսպես ասած ներխուժում են կամ ռեժիմ են փոխում 1-2 շաբաթում, բայց դրան պատրաստվում են տարիներ։ Նույն Իրանի հետ արդեն 40 տարի է պատրաստում են այդ մի օրվան, չի գալիս այդ օրը։ Էլ ինչ որ փողոցային շարժումներ ասենք, որովհետև հնարավոր է այդ համակարգերն են կայացած։ Որովհետև այո, Իրանում կայացած պետական համակարգը ի տարբերություն Հայաստանի։ Ու հետաբար երևի ի տարբերություն Իրաքի, գուցե ի տարբերություն Սիրիայի, գուցե ի տարբերություն Լիբիայի, այսինքն այնտեղ որտեղ հարցերել է, արի բան չանենք, չենք իմանում։ Դե, այսպես ասած, հիմա պայքար է, այսինքն այդ համակարգը արդյոք դիմադրելու է ճնշմանը, թե ոչ։ Ճնշումը մեկ ավելանում է, մեկ պակասում է։ Մի ախառնվում է ինչ-որ արտաքին այդ ֆիզիկական ագրեսիան, այսպես ռազմական ագրեսիան, որը իմ կարծիքով ամեն դեպքում համախմբող դեր է կատարում։ Ինչքան էլ Տրամպը ասի կամ Նեթանյահուն ասի, մենք սա Իրանի ժողովրդի համար ենք անում, դուրս եկեք փողոց, ես չեմ հավատում, որ ինչ-որ մի մարդ իրանցի պայմանական պետքա դուրս գա փողոց, այն դեպքում, երբ որ ասենք իր շենքի վրա կամ իր տան վրա կամ իր ասենք այնց 100 մետր հետո նայեք, հետաքրքիր բան ասեմ, որ հրթիռները հետաքրքիր էի բան անում, նայում էի փախստականներից մեկին, Իրանից եկող, շատ մի հատ աղջիկ էր, սահմանի վրա ինտերվյու են վերցնում, չեմ հիշի որ ռադիոկայաններ կամ Ազատությունը պետք է լիներ կամ News-AM էր ու հարցնում ասում է, ինչ եք մտածում, ասում մինչև վերևից մեր վրա ռումբեր գցելը, մեր մեջ լիքը բազմաթիվ պետությանը դեմ մարդիկ կային, բայց հենց սկսեցին բան գցել, մենք բոլորս մի համար, որովհետև մի հատ վտանգ տեսանք պետությանը, կորցնելու վտանգ։ Ու Աստված մի առասցե, եթե Հայաստանի դեմ ոչ թե հիբրիդային, այսպես ասեմ, այլ լուրջ գործողություն է, արդյոք այս որ տեսնում ենք այս ուրախ սրտիկներ, ծիտիկներ, թմբուկներ կոչ անի երկրի ղեկավարը մարդկանց հավաքվել ու պաշտպանել սահմանները, քանի հոգի այդ մարդու կոչով կգնա։ 90-ականներին, ինչ ասեմ, մեր ղեկավարության կոչով այդ հազարավոր մարդիկ ու նաև ի պատիվ որոշ ընդդիմադիրների, բայց հետո ուշ միացան։ Էլի սահմանները պահվեցին, որովհետև վստահություն կար պետության եւ ինստիտուտի եւ ապագայի նկատմամբ։ Հիմա քանի հոգի է գնալու արդյոք ու արդյոք նույն ԿՊ-ից որևէ մեկը գնալու է սահման, թե չի գնալու։ Ես մենակ առաջինը չեն գնալու, որովհետև իրանք ամենաշատ են տեղեկացված, թե ինչա սպասվում։ Չէ, բայց էսի ողբերգությունը, այսինքն որ եթե դու պետությունում հա ասում ես ընտրել են ինձ մարդիկ, բայց ընտրել են ինչի համար է, ընտրել են Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի համար, ընտրել են Արցախյան հարցը, ինչ որ ասենք առաջ տանելու այդ թեման միշտ միջազգային օրակարգերում վարպայելու համար։ Այո, բառը մեկ տենց է գրված, այսինքն հիմա եթե հիմա ընտրեն, այդ ժամանակ արդեն արի քննարկենք, ուրեմն որն է խնդիրը, հիմա ինչի են ընտրում։
բայց արդյոք այն ժամանակ էլի որ հայտարարվեց որ եկեք ով տուն ինչ կասկա ու բրոնեժիլետոնի վերցրեք ու գնում ենք պաշտպանելու ճիշտ է մասսայաբար չեղավ բայց երևի մի քանի հոգի այդ կոչին ականջալուր ա եղել հիմա որ այդտենց կոչ լինի քանի հոգի է լինելու ավտոբուսում ապարելա կամ բան ուտելա սուջուկ ուտելա պերաշկի ուտելա ինքը վազելով կգնան մարդը բայց կյանքի զոհողության համար քանի հոգի համար պատրաստ ու հայրենիքի համար եթե դու հայրենիքի հասկացողությունը այդ վերացնում ես որ հիմք չկա որ ես չկա որևէ կետ որի վրա ես կարող եմ կանգնել որևէ արժեք պատմություն չկա սահման չկա բանը արժեքային համակարգ չկա եկեղեցի չկա ես ինչի համար եմ այդ որ կոչի համար եմ ես գնալու կանգնեմ սահմանի դու ինձ կարաս ասես ինչի համար ես պետք է գնամ այսինքն հա նու կոպիտ ասած գիտես ինչ այդ մարդուն չկա ավելի բարձր արժեք քան կյանքը այո որ եթե մարդը պատրաստ է զոհվել պետք է լինի ավելի բարձր արժեք եթե դու վերացնում ես այն ինչ մենք նշում ենք հա հայրենիք հասկացությունը պատմական հիշողությունը ցեղասպանություն այդ ազգային գաղափարախոսություն եկեղեցի քրիստոնեություն եւ այլն ու նաեւ հա դերում ես դնես ասում ես որ կարևորը դու քեզ մորթած ազգից բենզին ու մակարդակի արդեն ցանկացած մարդ մոտ իր կյանքից ավել մնալու է երևի թե ասենք որ ընտանիքի հասկացությունը այն ինքն կասի ախր ավելի լավ չի ընտանիքից վերցնեմ գնամ ասենք մեկ այլ երկիր ինչն է իր մոտիվացիան լինելու որ ինքը իր ընտանիքի կնոջը երեխաներին ասենք թողնի Երևանում կամ ինչ որ մեկ այլ քաղաքում ու մեկնի սահման որևէ մոտիվացիա չկա ու ինչի է քո վերլուծականությունը շատ արժևորվում որ պետությանը հասցնում են դրան ամեն ինչ կաթիլ առ կաթիլ քայլ առ քայլ այսինքն գրված պունկտ առ պունկտ հերթականությամբ հիմա ոնց որ իրականացվում է օտար ուժերի գրված պլանը Հայաստանի հանդեպ իմիջիալոց այդտեղից գիտես ինչ կասեի հենց այդ նու Տարոն Աջեմօղլուի եթե վերադառնանք գրքին հա ոնց որ տենց սկսել ենք տենց փորձենք ավարտել գիրքը ինքը փորձում է տնտեսական քաղաքական ինստիտուտների ներքին համակարգ ցույց տա թե սխալ կառավարման արդյունքում պետությունները ձախողվում են բայց այստեղ մի հատ շատ նուրբ բան կա մենք պետքա դա տեսնենք ժամանակի մեջ բացված որովհետև ոչ մի պետություն չի քանդվում մեկ օրում ոչ մի պետություն չի ձախողվում մեկ որոշման արդյունքում դա տեղի անգամ եթե ռազմական գործողություններ են տեղ ունենում դա չի շոգում մեկ շաբաթում երկու շաբաթում պետքա վերանա սա բավական երկար process է ու այո եթե ասենք 10 կետ է այնտեղ նշված այդ 10 կետերից հերթով յուրաքանչյուրը պետքա եթե անգամ չոչնչանա այսինքն մեծ հաշվով հիմա բանակը մեր չի ոչնչացել անգամ չի էլ արժե զրկվել ամբողջությամբ որովհետև էլի որոշակի հարգանքը եթե ճիշտ եմ հիշում էլի սոցհարցերով բանակը ամենահանրության շրջանում վստահություն վայելող ինստիտուտն է բայց այլևս այն նույնը չի այսինքն օրինակ -20% բանակի հեղինակությանը -10% եկեղեցու հեղինակությանը -30% Բաքու իրավունքների պաշտպանի ինստիտուտին չգիտեմ այսքան տոկոս Սփյուռքի հանձնակատար հա Սփյուռքի նախագահ 90% Արցախյան հաղթանակի 100% 100% Արցախյան հաղթանակը 100% ու այդ հաղթանակը կերտողներին մեր անկախությանը -100% մեր անկախությունը կերտողներին այն մարդիկ ովքեր հետո նստեն նայենք ասեն ըհը այս պետության հիմնասյուներից այսքանում մենք միջինացված ասենք 50%-ի վնաս ենք տվել իրանց արի վերջացնենք քո ավելի մտքով որը որ քո վերլուծականություն դու չէի գրել բայց նման գնում էր եթե պատկերացնում ենք մի հատ абստրակտ երևույթ էլի գրականության վերադառնանք առանց գրականության չենք կարող абստրակտ երևույթ եւ որևէ մեկը հանրական է ստանում որ գա Հայաստանում քանդի երկիրը ինքը ինչ կարա անի որ չի արվում հիմա որ արդեն կամ չի արվում հիմա պատկերացրեք էլի Կուստուրիցայի ֆիլմերից որ նայում ենք որ ժամանակային ինչ որ բան է առաջանում գեփ է առաջանում ու գալիս է մարդը ու ասում է ինքը արդեն հանրությունների ցուցակ է եղել ինքը գալիս է այդտեղ 5 տարի հետո ենթադրենք պայմանական 2020 թվականին է ինքը հազարությունը ստացել կամ մինչև պատերազմը ու ինքը այդ 5 տարին կապախզված է եղել կամ հիշողությունը կորցրել է կամ ինչ որ բանը փակ տարածքում է եղել ոչ մի հերոստատուսություն հիմա գալիս է Հայաստան հայտնվում է Հայաստանում ու ինքը պետք է
փորձի անել այն պունկտերը Հայաստանը քանդելու համար։ Ադրբեջանցիական, թուրքական, ռուսա գործակալը ինքը հանրականը ստացել է, եկել է պետք է այդ պունկտերը իրականացնի։ Որ մի բանը չի իրականացնում։ Ինքը դառնությամբ փաստի, որ իր հանրականը մի թիմ էլ ագրել հանրականը ստացել է ու ինքը գալիս է, ինքը ինձ հետաքրքիր մի պունկտ կա, որը որ 2019 թվից հետո մարդը հայտնվի ստեղ թշնամին, որ ինքը չի իրականացնել մինչև վերջ կամ ինչ որ մի քանակի։ Այս սրանով է արի ավարտենք, եթե մեզ լսողները, մեզ նայողները որևէ պունկտ գտնեն, խնդրում եմ հետաքրքիր է, որը չի ինչ կարող էին մտածել հանրական այդ բաների մեջ, ցուցակի մեջ։ Շնորհակալ ենք շատ։ Հա, ինձ թվում է այսօրվա համար։ Հա։ Հուսանք, արի լավ ասում, այլի դրական նոտայով փորձենք ամփոփել, որ հուսանք, որ մենք չենք հասնի այդ ձախողված պետությունների այդ ցուցակում չենք ընդգրկվի, բայց դրա համար պետք է ծանր աշխատանք տանել ու նաև քո աշխատանքը ինչի է շատ արժեքավոր, որ դու բացում ես, բացահայտում ես, մինչև ախտորոշումը չլինի հիվանդության։ Մարդիկ մենք մի քիչ շատ ենք մեղադրում մարդկանց, որ մարդը ինչի չգիտի։ Բայց դու մարդուն հələ մատուցի, մարդուն ասա, որ ես քեզ տրված կերակուրի մեջ թույն կա, հետո դրանից պահանջի, որ ինքը։ Հա, ճիշտ է, հիմա կարող ասենք, որ մարդիկ 20-25 տարի խաղաղությունից են խոսում, ասում են չլուծված լինել ինչ է, հետևանքները բացում են, բայց այդ մարդն ասում է, այն լավ չէ իր բացատրում են բանի ռեմոնտի հետ կապված, բայց էլի մարդու, եթե դու իսկականից այս պետության մասին մտածում ես, քո պարտավորությունը պետք է լինի ինքդ քեզ, որ մարդկանց չնեղանաս այդ մարդուց։ Նաև քաղաքական գործիչները պետք է չնեղանան, մտավորականությունը պետք է բացատրվի։ Մարդը հիմա կարող այդ նույն բանը ռեմոնտ անողը ինքը Հայկո Մկոյ, նույն ինքը կարող է նորմալ էլ մարդ է, բայց ինքը չի հասկանում։ Ես նորմալ եմ ասել, 5 անգամ ասել, հետո դες ինչ կա։ Այն ժամանակ այդ իրողության մեջ է ասվել։ Այսինքն այդ 94-ից 2020 թվականների հայկական իրականությունը օթում այլ թեզեր էին սավառնում, դու ինչքան էլ ասեիր, ավելի մարգինալացվում էր։ Բայց հիմա պատերազմից հետո էլ հիմա էլ նույն ձևի մարդիկ էլի նույն։ Հիմա հակառակ ծայրահեղությունն է։ Հիմա բայց էլի պետք է այդ բացատրվի մարդուն։ Այդ նույն եթե վերադառնանք այդ կարգին հաղորդացումը լավ չէր բացատրում, հիմա արդեն 20 թվականի 21 թվականի աղետը եղել է։ Ու ավելի լավ են բացատրում։ Արդեն պետքա հասկանան։ Բայց էլի դժվար է, էլի մոլորության գծողներ կլեն ու էլի բաները դրա համար աշխատանքը պետք է ավելի ինտենսիվ անենք ու փորձենք բացատրել, հետո եթե մարդիկ չհասկանան, այդ արդեն գոնե ինչ դա արդարացում չի, մենք մեր թորներին կամ ծորներին ասելու բան կլենք, որ մենք դա դաժան բան է, որ մենք փորձել ենք. Чтобы в конце жизни не было мучительно больно за бесцельно прожитые годы. Merci շատ. Եղավ այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։ Տեսնեմ ձեզ։